2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՔՊ ցուցակի նախնական առաջատարներն արդեն հայտնի են։ Նախնական արդյունքներով առաջատարը կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է 894 ձայնով։ Նա շարունակում է մնալ Հայաստանի ամենակննարկվող քաղաքական գործիչներից մեկը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած Փաշինյանին ընդդիմությունը մեղադրում է պարտության եւ տարածքային կորուստների համար։ Փաշինյանը մինչդեռ պնդում է, որ այդ որոշումը կանխել է ավելի ծանր հետևանքներն ու խոսում խաղաղության դարաշրջանի մասին։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Արցախը Հայաստան է հայտարարած Փաշինյանը 2021-ին վերընտրվելուց հետո Արցախը որպես Ադրբեջանի տարածք ճանաչեց։ Նրա պաշտոնավարման ընթացքում Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։ Ցուցակի երկրորդ հորիզոնականում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։ Մինչև 2018 թվականը դասախոսական աշխատանքով զբաղված Պապիկյանը Թավշյա հեղափոխության առանցքային երիտասարդ դեմքերից մեկն էր։ Եղել է նախ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, ապա հետպատերազմյան փուլում ստանձնել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Ի դեպ, Պապիկյանի զինվորական ծառայությունը հարթ չի ընթացել։ Նա ազատազրկման է դատապարտվել հրամանատարին դանակահարելու համար։ Ցուցակի երրորդ տեղում է էկոնոմիկայի նախարարը, նախկին հանրապետական Գևորգ Պապոյանը։ Պապոյանը մինչև 2018 թվականը անդամակցել է հանրապետական կուսակցությանը, ապա միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքացիական պայմանագրին։ Նախ եղել է ազգային ժողովի падգամավոր, ապա նշանակվել է էկոնոմիկայի նախարար, փոխարինելով Վահան Քերոբյանին։ Չորրորդ տեղում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է 743 ձայնով։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերվա իրադարձություններից հետո Միրզոյանը հայտնվեց հանրային բողոքի ալիքի կենտրոնում։ Պատերազմից հետո Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար նշանակված Միրզոյանի գործունեությունը կապվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ Ավելի վաղ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը փաստաթուղթ էր հրապարակել, որում նշվել էր, որ Միրզոյանը Թուրքիայի գործակալ է Օմեգա ծածկանունով։ Արարատ Միրզոյանի արձագանքը չէր ուշացել, նա ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում այդ տեղեկությունը ցնդաբանություն էր որակել եւ շարունակել պաշտոնավարումը։ ՔՊ հնգյակը եզրափակող թեկնածուն Վահագն Ալեքսանյանն է։ 31-ամյա падգամավորը մասնագիտությամբ արաբագետ է։ Ըստ մամուլի տեղեկությունների, մինչև ՔՊ-ին անդամակցելը ԲՀԿ անդամ է եղել եւ այդ տարիներին տհաճ միջադեպերի կիզակետում հայտնվել բարեգործական նպատակներով մարզեր ուղարկված ալյուրի յուրացման հետ կապված։ Ռուբեն Ռուբինյան քաղաքացիական պայմանագրի շարքերը համալրել է նախքան հեղափոխությունը, եղել է կուսակցության հիմնադիր վարչության անդամ։ 2018 թվականի մայիսին Ռուբեն Ռուբինյանը նշանակվեց արտաքին գործերի փոխնախարար, բայց 7 ամիս անց դարձավ падգամավոր ու ընտրվեց ազգային ժողովի փոխխոսնակ։ 2021 թվականից հայ-թուրքական հարաբերությունների հարցով բանագնացն է։ Հեղափոխությունից առաջ մի քանի ամիս Ռուբեն Ռուբինյանը ապրել էր Ստամբուլում, հետազոտություն էր իրականացրել Հրանտ-Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի շրջանակներում։ Իսկ մինչ այդ սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջում եւ Լեհաստանի Յագելոնյան համալսարանում։ Գյումրիից Երևան քայլած հեղափոխականների թվում էր Արայիկ Հարությունյանը։ Նա իշխանափոխությունից հետո նշանակվեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար։ Հենց նրա պաշտոնավարման օրերին հայ եկեղեցու պատմություն առարկան հանվեց դպրոցական ծրագրից, իսկ բուհ ընդունվելու համար ոչ հումանիտար հոսքերում հայագիտական առարկաները դարձան ոչ պարտադիր։ Իսկ այժմ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Հարությունյանը միաժամանակ ընդգրկված է բազմաթիվ պետական եւ մշակութային կառույցներում, Armenpress-ի լիազոր ներկայացուցիչ, Կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահ, Մատենադարան եւ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Հայկ Կոնջորյան մասնագիտությամբ պատմաբան է, ուսանողական տարիներից զբաղվել է քաղաքականությամբ։ Նախ եղել է Հայաստանի ժողովրդավարական ազատական միության երիտասարդական թևի ղեկավարը, ազգային ժողովի երիտասարդական խորհրդարանի անդամ, այնուհետև միացել է Լուսավոր Հայաստան կուսակցությանը, որտեղ նույնպես իր անունը գրանցվել է հիմնադիրների շարքում։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի սանիկը լինելու հանգամանքը Կոնջորյանին չխանգարեց հեղափոխությունից հետո հեռանալ նրա կուսակցությունից ու համալրել քաղաքացիական պայմանագիր կուսակցության շարքերը։ Այժմ նա ՔՊ խմբակցության ղեկավարն է։
Հումորի բեմից քաղաքական ամբիոն։ Ալեն Սիմոնյանը գործունեությունը սկսել է կոնսերվատորիայի ու Հայում, դարձել Հայաստանի լիգայի չեմպիոն, ապա աշխատել հեռուստատեսությունում որպես դերասան, հաղորդավար ու պրոդյուսեր։ 150 դրամի ակցիաներից քաղաքացիներին անվճար տեղափոխելուց անցումը դեպի քաղաքականություն արագ էր։ Սկզբում աջակցեց Ռաֆի Հովհաննիսյանին, ապա միացավ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած քաղաքացիական պայմանագրին։ 2018-ից հետո դարձավ իշխանության առանցքային դեմքերից, զբաղեցնելով ազգային ժողովի փոխնախագահի, ապա նախագահի պաշտոնը։ Բժշկությունից կառավարություն։ Արսեն Թորոսյանն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը եւ մինչեւ քաղաքականություն մտնելը ակտիվ մասնագիտական կարիերա ունեցել։ Մինչեւ 2018 թվականը արտագաղթելու որոշում կայացրած Թորոսյանը, սակայն իշխանափոխությունից հետո նշանակվեց նախարար, արագ ներգրավվելով քաղաքական վերնախավում։ Նրա նախարարական գործունեությունը հատկապես համավարակի շրջանում դարձավ սուր քննադատությունների ու բևեռացված գնահատականների թեմա։ Հետո տեղափոխվեց կառավարություն, դառնալով աշխատակազմի ղեկավար, ապա տեղափոխվեց օրենսդիր մարմին, դառնալով падգամավոր, այժմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է։ Սվետլանա Պետրոսյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում, WhatsApp-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։